Վերջի իրադարձությունները կապված ռուս-թուրքական հարաբերությունների ուրեմն հետ այդ բարդ իրավիճակի, անկանխատեսելի իրավիճակի ուղղակի տրամաբանական շարունակությունն է։ Մեծ իմաստով գլոբալ աշխարհը ըստիս կանգնած է նոր աշխարհակարգի ձևավորման անհրաժեշտության շեմի եւ մենք հիմա այդ process-ն ենք ապրում։ Ցավոք սրտի նման process-ները միշտ ուղեկցվել են մեծ ողբերգություններով։ Այնպես է ստացվել, որ Հայաստանը հայտնվել է այդ կաթսայի մեջ կամ նրա կողքը, այդպես կարող եք ասել, թեպետ ես գտնեմ մեջ։ Եվ այստեղ շատ կարևոր է լինել զգուշ, շատ շրջայաց։ Որևէ ավելորդ նախաձեռնություն, որևէ ուրեմն սեփականի նկատի ունեմ աշխարհակաղակական նախաձեռնությունները կարծում եմ հեռանկար կարող են նորմալ հեռանկար կարող են չխոստանալ։ Մենք ունենք պարտներական հարաբերություններ, մենք պետք է մնանք հավատարիմ այդ պարտներական հարաբերություններին, ես նկատում եմ ռազմավարական հարաբերություններին, եւ դրանց զուգահեռ այդուհանդերձ շարունակենք մեր նորմալ հարաբերությունները բոլոր հիմնական խաղացողների հետ։ Ես կարծում եմ նման տվյալ փուլում մեր ամենալուրջ, մեր կարծիքով ամենակարևոր խնդիրը դրանում է կայանում։ Եվ երկրորդ պետք է նաեւ փաստել, որ Պարագաների բերումով հավաքական անվտանգության կոլեկտիվ պայմանագրի այդ կազմակերպչության շնորհիվ կամ նրա շրջանակներում այսօր բավական հուսալի նաև հակաօդային պաշտպանություն ունենք։ Սա նույնպես օգտակար է մեզ համար։ Դրա համար ուղղակի հարկավոր է կարծում եմ հետևել իրադարձություններին եւ փորձել ստանձնած պարտավորությունները ռազմավարական գործընկերոջ հետ շատ այսպես կոռեկտ իրականացնել։ Ես այդ Զենքի վաճառքի հետ կապված Ռուսաստանը կվերանայի իր քաղաքականությունը Գիտեք, ես կարծում եմ կվերանայի, կարող է չվերանայել, բայց հավատացնում ես հիմա սա այդ ձեր բարձրացածը, ոնց ասեմ, 4-5-րդ հարց է հիմա։ Այս պահի դրությամբ յոլակից բացարձակապես դա չի անհանգստացնում։ Պարզ ասեմ, ակնհայտորեն դա մեզ օգտակար չէ, մենք դրա մասին խոսել ենք։ Պարզ ասում ենք, մենք Ռուսաստանի, ես ինքս Ռուսաստանի պատվիրակության առջև այս հարցը կանգնացրել եմ, որ դուք ըստ էության կոպիտորեն խախտում եք ՀԱՊԿ պայմանագրի առաջին հոդվածի 3-րդ կետը, որտեղ գրված է ՀԱՊԿ անդամ պետությունները չեն կարող ներգրավել կամ պետությունների խմբավորման մեջ կամ այնպիսի գործողություններում, որոնք կարող են ՀԱՊԿ անդամ պետություններից որևէ մեկի անվտանգությանը սպառնալիք ձևավորել։ Ես դա ասել եմ։ Եվ դրա Ինչպես Այդ դիտարկմանը ինչ է եղել պատասխանը։ Ամենատարբեր պատասխաններն են, անկեղծ ասեմ, որևէ կոնկրետ պատասխան չի ինչ։ Ես ես հասկանում, իսկ ռուսական կողմն էլ է հասկանում, որ իրականում բարդություններ առաջացել են, բայց ես կարող եմ ասել նրանց մեկնաբանությունները, կամ ինչպես են նրանք մտածում։ Ամենամեծ թող պարոն Եղազյանցների, որ մի քիչ ժամանակ իրենից խլում եմ, ամենամեծ կարևորությունը ըստիս կայացել է հետևյալում։ Ռուսաստանը զինում է Ադրբեջանին, ստանձնելով նաև նրա զինատեսակներ եւ զինուժի հետագայում թե վերանորոգման, թե սպասարկման պատասխանատվությունը, հա, դրանով իսկ Ադրբեջանին պահում իր ազդեցության ոլորտում։ Եթե կուզեք, մեծ քաղաքական խնդիրը սրանում է կայանում։ Իդեպ սա պակաս կարևոր հարցադրում չէ։ Շատ երկրներ, շատ զենք արտադրող խոշոր խաղացողներ այդ շուկայում այդ նպատակին են հետապնդում, բայց համաձայն եք, որ այդ տեսանկյունից մեր հետաքրություններին դա չի բավարարում եւ հակասում։ Բոլոր դեպքերում ես կարծում եմ ստեղծված իրավիճակում մենք ոչ թե այնքան պետք է սրենք, այ ինչպիսին են հարաբերությունները Ռուսաստանի եւ ասենք թե Ադրբեջանի միջև զենքի առևտրի հարցում, այլ որքան մենք փորձենք հասկանալ ինչպիսի նոր նույնիսկ մեզնից չկախված նոր մարտահրավերներ, իսկ միգուցե այս սպառնալիքներ կարող են առաջանալ, փորձել պատրաստ այս սպառնալիքների դիմագրավմանը, ընդ որում ոչ միայն ռազմական, ոչ միայն ռազմաքաղաքական, ես կասեի նաև ներքաղաքական զարգացումներում եւս, դերևս այսքան։ Նախ ասեմ, որ մենք կանգնած ենք ուղիղ 3-րդ համաշխարհային պատերազմի շեմին։ Դանդաղ, բայց շատ կայուն այդ ամենը մոտենում է մեզ։ Ասեմ, որ 3-րդ համաշխարհային պատերազմը հավանական է այս հաշվարկների պետք է սկսվեր Ուկրաինայից, չսկսվեց, ստացվեց։ Դրան հաջորդեց նա, որ թուրքերը խփեցին ռուսական ռմբակոծիչը։ Պատահականություն էր դա, իհարկե ոչ։ Սա մի ընդհանուր մեծ ծրագիր է, որ իրականացվում է։ 4-5 օր առաջ Դավիթ Օղլուն Բաքվում հայտարարեց, ասել, որ
լկտիաբար հայտարարեց, որ իրեն կլուծեն Ղարաբաղի հարցը։ Այսինքն լուծել Ղարաբաղի հարցը նշանակում է ուղիղ մասնակցություն այդ ամեն ինչը։ Հիշեք, սա հենց մի քանի տարի առաջ Թուրքիան ընդհանրապես այդ հարցում չկային, ընդհանրապես։ Նրանք արդեն ոչ միայն քիթները մտցրել են այդ խնդրի շուրջ, նույնիսկ արդեն որոշողի դեր են կատարում Մինսկի խմբից անկախ։ Սա ուղիղ ահազանգ է, որ մենք պետք է լրջագույնս մտածենք, ինչպես Հայաստանի, այնպես էլ Ղարաբաղի Հանրապետության մասին։ Հակառակ դեպքում կանգնենք կոտրած տաշտակի առջև։ Իսկ ինչպես մտածենք։ Ճիշտ ասած մարտավարարները այնպիսի արդեն ծավալ են կազմում, մեր 4 կողմը, ամեն ինչ երում է, որ փոքրիկ Հայաստանը պետք է ընտրի բացառապես մի ընկերոջ, հենց 2-3 ընկեր ընտրեց, թե չէ, կստացվի այն, ինչ որ եղել է միշտ պատերազմներից առաջ հայ ազգի գլխի։ Այսօր Թուրքիա չեն թաքցնում իրենց գաղթի ծրագրերը, բացահայտ դրանց մասին ասում են։ Իսկ ինչու եմ ասում, որ կանգնած են Գերորդ համաշխարհային ուղիղ շեմին։ Հայտնի է, որ եթե հանգարց նրանք փակեն դառնելը, դա ռուսական նավերի առջև, դա նշանակում է ուղիղ պատերազմի հայտարարում։ Եթե ուղիղ պատերազմի հայտարարում է, ուրեմն Ռուսաստանը պետք է միջոցներ ձեռք առնի։ ՆԱՏՕ-ն այսօր, եթե սկզբից ինքնաթիռը խոցելուց հետո զգուշ են խոսում, այսօր այդպես չեն խոսում։ ՆԱՏՕ-ի քարտուղար ուղիղ հայտարարեց, որ Թուրքիան մեր գործընկերն է, մեր ալյանսի անդամն է։ Ես ձեր ուշադրությունը ցանկանում եմ բևեռել մի շատ դիտակ կետի վրա, որը չգիտես ինչու Եվրոպան ուղիղ անտեսում է։ Բնաջնջում են ազգեր, բնաջնջում են նորից 100 տարի հետո հայերը, եզդիները, քրդերը։ Եվրոպան ձայն հանեց։ Գոնե մեկ անգամ ասեց, ես ինչ եք անում։ Մեկ անգամ ստից, ձերի համար, ծպտուն չանեց։ Ոչ Քոբանի դեպքերի համար, ոչ Քեսաբի դեպքերի համար։ Այդ նույնը եղել է 15 թվականին։ Հələ անգլիացիները ասացին մեր նավերը հայկական պարով չեն բարձրանա։ Հələ այդքան բանը ստից ասեցին։ Այսինքն տեսեք, ընդեղ էր ծրագիր իրականացվում։ Եվ թույլ տվեք մի տեսավարտը։ Այնտեղ էր ծրագիր իրականացվում։ Այսօր տեսեք 3 տարուկես Թուրքիայով 10 լրջագույն երկրների հետախուզության աչքի առջև Թուրքիայից նավթ են կրում դուրս, վաճառում են տարբեր եվրոպական երկրների Իսրայելին եւ ոչ մեկը չի ասում այդ նավթը որտեղից։ Ինչպես ձեզ հայտնի է, ադամանդի համար շուկան, երբ որ սկսեցին աֆրիկյան երկրները իրենց ադամանդը վաճառել եւ դրանով զենք ձեռք բերել, ի վերջո եկան նրան, որ պետք է կնքել Կեմբերլի պայմանագիրը, որպեսզի հանկարծ պատահական այդ ադամանդը չդառնա զենք։ Այսօր ինչ է կատարվում։ Այսօր նավթը օրական 60,000 տոննա մինիմում դուրս են հանում 3.5 տարի է հետախուզությունների աչալուրջ աչքի ներքո եւ ոչ մեկը չի ասում այս նավթը չէ որ դիաշը զենքի է վերածելու չէ որ նոր փախստականներ են լինում այսինքն փախստականներով սկսած դիաշի զինումով ամեն ինչ պայմանավորված է եւ մենք գտնվում ենք 300 կիլոմետրի վրա մենք պետք է զգաստանանք սա շատ եւ շատ լուրջ խնդիր է Արդեն մի քանի օր մնաց ընդամենը, որպեսզի տեղի ունենա։ Ես անցանք արդեն։ Այո, անցանք, հունիսի 6-ին սկսենք պարոն Արությունյանից այս հարցը մի քանի անգամ հնչեցրել ենք, հիմա այս օրերի ընթացքում կարծում եք համոզեցուցիչ չէ ԱՅՈ-ի կողմնակիցների բոլոր փաստարկները եւ ինչու պետք է գնան, արդեն մի քանի օր է մնացի, ինչու պետք է գնան եւ ասեն այո։ Եվ այդ լուրջ մարտահրավերների դեպքում ժամանակական բարեփոխումների Երկրորդ հատկապես առաջին եւ երկրորդ նախագահը խոսեցին անվտանգության հատկապես տեսանկյունից։ Ես երկրորդ հարցից սկսեմ, որտեղ դա ուղղակի աղերսներում նաև պարոն Եղազարյանի մեկնաբանություններ հետ։ Որովհետև վերջերս օրեր առաջ Օլանդ Մերկել հանդիպման ժամանակ հարց բարձրացվեց Մերկելի առջև հարց դրվեց։ Դուք միանաք, դուք պարտավոր եք միանալ Ֆրանսիայի նախաձեռնությունների ռմբակոծման, Սիրիայի ռմբակոծություններին։ Մերկելը պատասխանեց, այո, անշուշտ, բայց ես դա պետք է համաձայնեցնեմ իմ պարլամենտի հետ։ Սա
խորհրդարանական համակարգի արտաքին քաղաքականության ոլորտում ճկուն քաղաքականություն վարելու դիպուկ օրինակ։ Եթե Մերկելը լիներ ոչ թե կանցլեր, պրեմիեր-մինիստր, այլ լիներ պրեզիդենտ, այդպիսի լիազորությունները օժտված, նա կամ պետք է ասեր այո, կամ պետք է ասեր ոչ, եւ վերջ։ Սա է խորհրդարանականի եւ նախագահականի տարբերությունը։ Նախագահական համակարգում թվում է, թե կոնկրետ կա անձ, որը պատասխանատու է, բայց փոքր երկրների պարագայում այդ պաշտոնյան հանրապետության նախագահը նման բարդ իրավիճակներում հայտնում է ծանր ճնշումների տակ, որ միայնակ դիմագրավել երբեմն զուտ մարդկային առումով շատ դժվար է լինում կամ դժվար կանխատեսելի։ Այդ տեսանկյունից խորհրդարանական կառավարման համակարգը ավելի ճկուն է արտաքին մարտահրավերներին դիմագրավելու ներքին քաղաքական կարողություններ ձևավորելու եւ որոշումներ կայացնելու տեսանկյունից։ Ես պատահաբար այդ օրինակը չբերեցի։ Ընդհանրապես բոլոր այն թեզերը, որ խորհրդարանական կառավարման համակարգը ազգային անվտանգությունը մեր պարագայում ավելի խոցել է դարձնում, ես հիմնավոր չեմ համարում, որովհետև այդ ամենը պայմանավորված է մեկ բանով, որովհետև խաղաղ ժամանակներում մենք ունենք գլխավոր գերագույն հրամանատար։ Ես ուզում եմ հարցնել, խաղաղ ժամանակում գերագույն գլխավոր հրամանատարի գործի անունը ի՞նչ է։ Ո՞րն է։ Դիրքերով ման գալը։ Դա պրեմիեր-մինիստրն է, որը երկրի ղեկավարն է, միշտ կարող է անել։ Գլխավոր գերագույն գլխավոր հրամանատարի գործառույթները որպես այդպեսին քաղաքական ռազմաքաղաքական որոշումներ կայացնելու կոնկրետ իրավիճակում ձևավորվում է կամ ստեղծվում է դրա համար անհրաժեշտություններ միայն պատերազմական պայմաններում։ Եվ վերջի լավագույն օրինակը դրա Իսրայելն է, որը ըստ էության չունենալով սահմանություն, բայց որդեգրել է խորհրդարանական կառավարման համակարգը։ Չգիտես ինչու այդ երկրում երբևէ այդպիսի խնդրեմ չի առաջացել։ Նրանք այդպիսի հարցեր չեն դրել։ Իհարկե ես ընդունում եմ, որ նման պայմաններում կուսակցությունների որակը, քաղաքական որակը, այսինքն որոշումներ կայացնելու ունակությունները շատ մեծ դերակատարում ունեն։ Սա ես ընդունում եմ, բայց համաձայն եք, որ կուսակցությունների քաղաքական որակներ մենք կարող ենք ձևավորել այն պարագայում, երբ սկսենք կուսակցություններին դնել պատասխանատվության տակ։ Եվ նա ստանձնի պատասխանատվություն կամաց նաև կկազմավորվի, կձևավորվի նրա այդ քաղաքական որակները։ Ինչ վերաբերում է սահմանադրության այո, ոչ, համոզիչ է այո, թե ոչ, անկեղծ ասած, տեսեք, այոյի կողմնակիցները փորձում են փաստարկներ բերել, թե ինչու է պետք է ասել այո։ Ոչի կողմնակիցները ընդհանրապես մի բան են ասում։ Եթե դուք ասեք այո սահմանադրության, նշանակում դուք ասում եք այո իշխանություններին, որը որևէ կապ չունի սահմանադրական բարեփոխումների հետ։ Մեծ իմաստով ոչի կողմնակիցների հարցադրման բանաձևը սա է։ Որևէ առնչություն ոչի կողմնակիցների կողմից սահմանադրական մեկնաբանությունների տեսակի բացի 1-2 նորից եմ կրկնում իմ կարծիքով ոչ բավարար հիմնավորված ես չեմ լսել։ Դրա համար ես կարծում եմ շատ բարի ես մեծ արդեն հաճկով կլսեմ։ Եվ պատրաստ եմ նաև 10 կետին նաև արձագանքը բնական է, չէ։ Դրա համար ես գտնում եմ, որ գոնե այն, տեսեք, ես միջև հիմա չեմ լսել պարոն Երազյանի 10 կետը։ Կլսեմ, կարող կարծիքս փոխեմ, ասեմ, կա մեկը, որ ոչի ճամբարում, որ ավելի առարկայական է ասում ոչ։ Բայց միջև այն ինչ որ հնչել է, այն ինչ որ խոսել են միտինգների ժամանակ, հավաքների ժամանակ հեռուստաեթերով, մեծ իմաստով ասում է հետևյալը. եթե դուք ասեք այո, նշանակում ասում եք այո իշխանություններին։ Այսինքն հանրակրվեն դարձրել են իշխանությունների նկատմամբ վերաբերմունքի այն դեպքում կրկնում որ դա իրականություն որևէ աղերս չունի։ Եվ վերջի թեզը մեծ իմաստով անշուշտ ցանկացած երկրում ստեղծված սոցիալ-տնտեսական բարոյահոգեբանական մթնոլորտի համար մեկ պատասխանատուն իշխանություններն են բոլոր պարագաներում, բոլոր ժամանակների իշխանությունները, բայց դա չի նշանակում որ միայն իշխանությունները, սա մեկ։ Երկրորդը այդ նույն իշխանությունները բոլոր հավասար պայմաններում կարող են լինել ավելի զգոն, ավելի արդյունավետ աշխատել, ավելի կառուցողական լինել, ավելի պատասխանատու լինել, այսպես ասենք, միայն մեկ պարագայում։ Եթե կա այդ իշխանություններին adekvat եւ նրանց հակակշռելու ունակ ընդդիմություն։ Այսօրվա գործող սահմանությունը այսի ընդդիմություն ձևավորելու հնարավորություն չի տվել, որ տվածներ մինչեւ այդ ընդդիմությունը կլիներ։ Առաջիկա այս սահմանադրական բարեփոխումները այսի հնարավորություն ստեղծում են։ Եվ երեք ինձ մեկ հարցնում է, ասում գիտեք, այս տպավորությունը դուք մտածում եք որ ընդդիմությունը կայանա, այսինքն դուք խոսում եք ոչ, ես մտածում եմ որ քաղաքական համակարգը կայանա, որտեղ եթե չկա
կարող ուժեղ ազդեցիկ ընդդիմություն չի կարող ունել ազդեցիկ իշխանություն։ Խոսքը չի գնում հանրապետականի կամ այլոց մասին։ Ընդհանրապես խոսքը գնում է քաղաքական համակարգի կեսունակության մասին։ Սրա մասին եմ ես խոսում։ Եվ այս համանդրական բարեփոխումները այդ հնարավորությունը գոնե ընձեռում են։ Անվտանգության տեսանկյունից համաձայն եք, թե ոչ, հետո կներկայացնեք ձեր 10 կետերը։ Իհարկե համաձայն չեմ եւ ասեմ ինչու։ Ասենք բամբակաշատի ուղղությամբ Աստված չանի որ դա իրականություն դառնա, հրասալային հարձակումը Հայաստանի Հանրապետության վրա։ Մենք Պատերազմական պայմաններում։ Չէ, Իսկ պատերազմ։ կես ժամ հետո, 10 րոպե հետո։ Այո։ Պատկերացնենք այսպիսի մի բան եւ մենք պետք է հավաքենք parlamento, պարզ մեծամասնությունը, որպեսզի քվեարկի, ասի թե մենք մեր հաջորդ քայլը ինչ է։ Որ 2/3 ներողություն չի պարզ մեծամասնություն։ Պատասխան ենք հայտարարում Թուրքիային։ Ինչևից է։ Հրասալերը մտան բամբակաշատի ուղղությամբ, որն է մեր դիրքորոշումը։ Միջև այդ վարչապետը ոչ մի կապ չունի համարյա, ոչ մի ազդեցություն չունի պաշտպանության նախարարի վրա եւ շտաբպետի վրա։ Այդ հեսա կանադառնամ է շտաբի պետ, պաշտպանության նախարարություն, մի քիչ հեքիաթատիպ մի բան է։ Հեսա կասեմ ինչ։ Այնտեղ համալրության մեջ ուղիղ նշված է, որ հանրապետության նախագահը երկրի գլուխն է, ուշացում դարձել։ Բայց այդ երկրի գլուխը ամենապես անգլուխ ձևով է վերածվում, երբ որ պատերազմ է, երբ որ նրանց հրասայելը Աստված չանի մտնեն մեր սահմանից ներս, խախտեն մեր սահմանը։ Որտեվ հետո է նախագահը ոչ մի բանի համար պատասխան չի տալիս, բացառապես։ Այնտեղ նստածան մեր գուբան Գործող սահմանադրությամբ։ Նոր, այս նորով։ Ախ, նորով։ Որտեվ այդ ասում ենք միտեղ ընդգծում եմ որ գլուխն է, հետո պարզվում է որ գլուխը ուրիշ մարդիկ են։ Բացի իրանից բոլորը, այն երկուսը։ Ներեցեք, դուք ենթադրում եք, որ հրասայլերը կարող են հարձակվել եւ ոչ մի պատասխան արձագանք չլինի մեր զորքերի կողմից։ Ներողություն, դուք ենթադրում եք, որ ասենք մեր դիմաց կանգնածը Եվրոպայական հզոր բանակը մենակ 500,000 հետևակայիններով։ Մեր դիմաց ուրեմն Ղարսի եւ Էրզրումի ուղղությամբ կանգնած է երկու թուրքական հրասալային միավորում։ Ինչու են նրանք այդտեղ կենտրոնացել սրիկայաբար, դավադրաբար, որովհետև այդ հատվածում Արաքսգետը մեզ չի պաշտպանում։ Այդ հատվածում ուղիղ այդ հրասայլերը ուղիղ 1 ժամ 45 րոպե հետո կհայտնվեն մեր երկրում։ Այսինքն չի հասցնի։ Դուք ասում եք որ վտանգավոր իրավիճակում երկիրը չի հասցնի, որովհետև Այսինքն ֆորս մաժորային ցանկացած իրավիճակում մենք պարլամենտ երբեք չենք հավաքի։ Մենք այս վիճակը կարող չենք քննել։ Իհարկե։ Երբեք չենք կարող հավաքել։ Երկրորդ, եթե խոսանք սահմանության մասին, այնտեղ Եթե անվտանգությանն է թող արձագանքի էլի, որտեղ կարևոր բան ասեցիք, այսինքն այսպիսի իրավիճակում միջև խորհրդարանը հավաքվի։ Ես պարոն Եղազարյանի օրինակն եմ վերլուծել։ Այդ պատկերացրեք այսօրվա գործող սահմանադրությամբ, դուք ասեք նաև գործող սահմանադրությամբ, ինչպես դուք ասացիք, 1-2 հրասայլերի այսպես շարասյուն փորձում են սահմանը անցնել։ Այսօր անցել են։ Հա, ինչը անելու Գերագույն գլխավոր հրամանատարը, ինչը անելու գլխավոր շտաբի պետը, ինչը անելու պաշտպանության նախարարը։ Ուրեմն եթե նույնիսկ այդ պահին շատություն դարձել, խնդրում եմ, Հանրապետության նախագահը Գերագույն գլխավոր հրամանատարը այսօրվա գործող սահմանությամբ գտնում է արտասահմանում ենթադրեն գործողման մեջ առաջի օպերատիվ որոշում, ռազմական որոշում կայացնում ամբողջ պատասխանատվություն դրված է գլխավոր շտաբի պետի վրա եւ պաշտպանության նախարարի վրա։ Որևէ մի դեպքում Գերագույն գլխավոր հրամանատարը չի վերկանում կամուֆլաժ հատում գնում տանկերի դեմը կանգնում ու ռազմական գործողություններ կառավարել։ Այսի բան գոյություն չունի։ Դուք էլ գիտեք շատ լավ որ գոյություն չունի։ Հա, բայց մի սպասեք, հասկացան։ Այսինքն խոսքը գնում է ռազմական որոշումներ կայացնելու մասին, ես սա եմ ուզում ասել, կոնկրետ ռազմական, տակտիկական որոշումներ կայացնողը գլխավոր շտաբն է։ Իր գլխավոր շտաբի պետով եւ պաշտպանության նախարարը, որ մշակում է քաղաքականությունը։ Գերագույն գլխավոր հրամանատարը այդ ամենի քաղաքական, ռազմաքաղաքական, ոնց որ ասում են, ապահովողն է։ Ենթադրենք այսօրվա առաջարկող սահմանությունը տեղի ունի։ Իդեպ շարունակեմ, գործող սահմանությունը, որ այդ ժամանակ հանրապետության նախագահը կարող է հայտարարել պատերազմ, հետո մտնել ազգային ժողով եւ այդ պատերազմը ազգային ժողով ավերացնել։ Այսօրվա գործող առաջարկող սահմանությունը նույն բանն է ասում։ Ոչ մի բան չի փոխում։ Միայն այդ բանը անում է ոչ թե, ինչպես դուք ասիք, երկրի գլուխը, այլ անում է, ասենք թե վարչապետը, որը իդեպ ի տարբերություն այսօրվա գործող համակարգի ոչ միայն ուղղակիորեն հանդիսանում է պաշտպանության նախարարի ղեկավարը,
որտեղ դա կառավարության անդամ է։ Ոչ միայն պատասխանատու բոլոր ռեսուրսների օգտագործման, տնօրինման, տիրապետման համար, այլ ի պաշտոնե ռազմական պայմաններում դառնում է գերագույն գլխավոր հրամանատար։ Հիմա ես պարոն Եղիազարյան մի տարօրինակ իրավիճակ ասեմ։ Պատկերացրեք այսօր գերագույն գլխավոր հրամանատարը, հանրապետության նախագահը որոշումներ ուզում կայացնել։ Եվ մի պահ պատկերացրեք, պատերազմական վիճակ չէ։ Մի պահ պատկերացրեք, այս ազգային ժողովը ինքը չունի մեծամասնություն։ Հնարավոր է չի բան։ Հնարավոր է։ Այսինքն չունի մեծամասնություն, շարք ազգային ժողովի մեծամասնությունը եւ կառավարությունը գերագույն գլխավոր հրամանատարի հետ հակադիր կողմերում են։ Հնարավոր է չի բան։ Ну 0 Չէ, հիմա ասած ճիշտ եք ասում, 0 որտեղ մեր բարակ այս սահմանադրությունը, չէ, այս որտեղ այս սահմանադրությունը ասում է հետեւյալը. եթե պարոն Եղիազարյան դուք ընտրվեցիք նախագահ, եթե չեք ուզում դառնալ Անգլիայի թագուհի, ամեն գնով ձեր ազգային ժողովում անցկացրեք ձեր քաղաքական մեծամասնությունը, այլապես դուք կդառնաք Անգլիայի թագուհի։ Այդպես առանց Այսինքն չէ, գործող սահմանադրությունը դա է պահանջում։ Ու եթե պատկերացնենք մի բան, եթե քաղաքական մեծամասնությունը, կառավարությունը հանրապետության նախագահի տարբեր կուսակցություններ են ներկայացնում, հանրապետության գերագույն խորհրդի գերագույն գլխավոր հրամանատարը կարող է որոշում կայացնի, կառավարությունը ասես ռեսուրս չունեն դրա համար։ Հասկանում եք։ Ահա կոնֆլիկտ։ Եթե մենք խոսենք այդ պատերազմական վիճակի մասին, որը կարող է շատ հանգիստ լինել, նույնիսկ աստված չանի որ լինի, այն ինչ որ այսօր անում են թուրքերը, դա կարող են ամեն վարքան սպասել, ամեն վարքան։ Որտեղ ոչ մեկը այսօր, քանի որ կա այդ մեծ հրեշը, ապահովված չի։ Ջան, կնես մի հատ ռեպլիկ էլ։ Ուժերը այնքան անհավասար են, որ գերագույն գլխավոր հրամանատարը, եթե նույնիսկ չասենք դա։ Չէ, ասում ուժերը մեր Հայաստանի դուք ասացիք նոր եւ դրա համար չի մեզ քննարկել նրանց հետ դրա համար կա 102-րդ բազա գույցունի սահմանների ռուսական ռազմավարական գործընկերություն եւ եթե կուզեք 102-րդ բազայի արկայությունը Հայաստանում ոչ թե հայ-ադրբեջանական կոնֆլիկտի հակակշիռն է այլ հայ-թուրքական մենք խոսում ենք ոչ թե հապկի մասին մենք խոսում ենք սահմանության մասին կապ չունի ասեմ ինչու am չէ եթե այդպես է դու 102 բազա 2 բազն ամիջ որոշ չէ բայց ձեր ընդունած որոշումը թուրքական կողմը ընդունում է հաշվի առնելով իրողությունները ասեմ ձեզ խնդիրը հետևյալումն է որ մենք օպերատիվ կառավարման անհրաժեշտություն ունենք մենք այն երկիրն ենք փոքրիկ որ մեր այդ նախագահական ինստիտուտը թույլ է տալիս երկիրը օպերատիվ կառավարել ամենամեծ հաջողությունը եթե ուզում եք իմանանք այս մեծ համալիրության շրջանակներում նա է որ իրոք այդ հնարավորությունը այս համալիրությունը տալիս է այն համալիրությունը որի մենք սպասում ենք ամսի 6-ին նա այդ օպերատիվ հնարավորությունը չի տալիս եթե ես մի բան հարցնեմ պարոն Հարությունյան ասեմ այս այդ հարց տամ ձեզ ի վերջո դուք կարող եք ասել ինձ այն նոր համալիրությամբ ով է ղեկավարում երկիրը կարող եք այդ հարցը պատասխանել Ջիմջալոց շատ լավ որ չեն կարող պատասխանել ասում եմ շատ կարևոր է իհարկե որտեվ կա հանրապետության վարչապետ որ ունի իր պատասխանատվությունները կա ազգային ժողովը ունի իր պատասխանատվությունները եւ եթե որևէ մեկը նախագահը որ ոչ պատասխանատվություն չէ ունի իր պատասխանատվությունները բայց եթե տեսեք հենց ամբողջ էֆեկտը ես նոր Անգելա Մերկելի օրինակ որ բերեցի դա է եւ Հայաստանի պես փոքր պետության ղեկավար լինելը սարսափելի ծանր գործ է Ես նկատում հատկապես այսպիսի աշխարհակաղակական բարդ պայմաններ են։ Այսինքն ցանկացած մարդ, սկսած ամենաազդեցիկ խաղացողներից, ցանկացած պաշտպան, ամենաազդեցիկ խաղացողներից, սկսում է ռուսերեն կոչվում է վիկրուչվինի ռուկ, սկսում է քո վրա ազդել։ Եվ մեր պարագայում, այսօր գործող սահմանության պարագայում մեր հույսը, ապավենը անհատի, այսինքն հանրապետության նախագահի անհատական հատկություններն են։ Կդիմանա թե չդիմանա, կկարողանա դիմագրավել թե ոչ։ Ես ասում եմ, դա շատ կարևոր է, բայց դա բավարար չէ։ Դա միգուցե անհրաժեշտ է, բայց ոչ բավարար։ Անհամեմատ ավելի էֆեկտիվ է, երբ որ դուք այդ ամբողջ հակազդեցություններին, մարտահրավերներին հակազդում եք համակարգով։ Այդ համակարգում թողեք ձեր ասած ամենաազդեցիկ եւ անհատական որակյալ երկաթի հատկություններով մարդը թող դառնա վարչապետ։ Մի օրինակ բերեմ ձեզ։ Ավելի ճկուն խաղա։ Պատկերացնենք մի հատ հսկայական գործարան։ Եկեք այսպես անենք։ Ինչի պետք է ունենա տնօրեն այդ գործարանը, ինչի պետք է ունենա տեղակալներ, ինչու պետք է ունենա բաժնիպետեր, ցեխի վարիչներ, բրիգադավարներ եւ այլն։ Ինչի պետք է ունենա։ Չէ որ դուք մշակել եք դասական օրինակ։ Եկեք գործարանը բաժանենք 3 հատվածի, գլխավոր ինժեներին տանք
հսկայական 33% պարտականությունները, առաջին տեղակալին տանք, էլի 33%, այն երկրորդ տեղակալին 30%, իսկ այն տնօրենին ոչ մի բան, թողնենք մի հատ սենց մոմոլո, գան նստի իր համար, այն իրեքը ինչ ուզնան ընդեղ անեն, թողնենք գնան։ Չէ որ ձեր տարբերակով է համազրության, ամենալավագույն տարբերակ, բայց ես ցանկանում եի ձեզ ասեմ, որ 10 խնդիր կա, որոնք մահացու են մեր Գիտեք, ամենահետաքրքիրը դուք այդ գործարանի օրինակը բերում եք մի մասը, որ գործարանում աշխատել։ Այո, հիմա պատկերացրեք, գործարանում կներեք, գործարանում խի ժողովրդավարություն կա, խի գործարանում կա իշխանությունների տարանջատում։ Մեր երկու ժողովրդավարություն կա։ Չէ, բայց մեր նպատակը դա է, պարոն Եվրոպայում։ Մենք իշխանությունների ընդդիմությունը ամեն շատ է դրա մասին խոսում, իշխանությունների տարանջատում, հակակշռում, խի գործարանում եք խնդիրներ, կա։ Գործարանում կա տնօրեն, որը ուղղակիորեն պատասխանատու է որոշումների այդ տնօրենը ուղղակի պատասխանատու։ Ուրեմն դուք պետք է դեմ լինեք նաև այսօրվա սահմանության, դուք պետք է կողմ լինեք 95 թվականի սահմանությանը, որտեղ ձեր ասած այդ տնօրենը 95 թվականի սահմանությամբ էր ամրագրել։ Լավ, շատ բարի։ Այդ տեսեք այդ օրինակ, այդ վատ օրինակ է։ Հիմա ասեմ ավելի սարսափելի բան սրանցից։ Պատերազմից սարսափելի բան։ Որ գոնե ես տեղյակ չունեմ։ Պատերազմից սարսափելի բան ասեմ։ Իհարկե ասված չտա, որ այդ հրասարել եմ այս սահմանն ասեն, ասված չտա։ Այսպես իմ բան ասեմ։ Չնայած հապկի շրջանակներում մենք իրոք ապահովված ենք այս առումով։ Հիմա պատկերացնենք, որ այս համալությունը ըստից հարվածում է երկու ուղղության վրա, որոնք ես գլխավորեի եւ կդնեի այդ անկյունակարում այս նոր համալությունը։ Առաջինն նա է, որ նա այս համալությունը ձեռք է բարձրացնում մեր սրբության վրա, ընտանիքի վրա է ձեռք բարձրացնում։ Ուժի է ձեռք բարձրացնում ընտանիքի վրա։ Այն երեխաների, այսպես ասեմ, անչափեցների իրավունքների պաշտպանությունը նրանց այդ իրավունքները տալը հասկանում եք մենք մոտ 6000 տարի է 5000 տարի է մենք ապրում ենք հայկական ընտանիքներով եւ տեսեք ուր ենք հասել 5000 տարի համենտեպս ցիվիլ վիճակում հասել ենք այսօրվա երբ որ ուղակի եղել է հայր մայր երեխա հարաբերությունը երբ որ երեխան պետք է լսի իր ծնողին եւ շատ անգամ սուսուպուս պետք է լսի իր ծնողին մա պատկերացնենք որ այս համալրությամբ ինչ է ստացվում երեխային իրավունք են տալի են Եվրոպաներում նրանք հատուկ են իրավունք տվել հատուկ են այս կետը մտցրել նրանց ուշք ու միտքը Հայաստանը ուրեմն փոքրամասնություններից այդ փոքրամասնությունը մեծամասնություն սարքելու խնդիր ունեն առանց այդ մենք շատ ուրիշ խնդիրներ ունենք այսօր ընտանիքներում 1-2 երեխա է ծնվում ամենաշատը ինչևից է այդ նրանք ուզում են իրենց մեզ իրենց պես սարքել, իսկ մենք ընդհանրապես մի քանի միլիոն ենք։ Եթե դրանք 158 միլիոնը կարող են դնել հարվածի տակ Ռուսաստանը մեկից ասես ոչ դրան, մեկից առանց մտածելու, ասես սա չի կարելի անել։ Ինչ է։ Մենք այդ կետը որտեղ ոնց ուրեմն ընտանիքների, ասեմ, անչափահասների ասել է, սա ասել է։ Բայց մենք 150 միլիոն չենք, էլի մենք մի քանի միլիոն ենք։ Եվ եթե Չինաստանը դա ընդունի, որ այդ եվրոպացիների իղձը որ կատարվի մեր ազգի հանդեպ, մոտավորապես մի 200 տարի Չինաստանը միլիարդուկեսին հարկավոր դրան հասնի։ Հիմա պատկերացրեք փոքրիկ Հայաստանը։ Լսնենք գոմիկներով, լսնենք ալասերասներով, ասեմ ինչու եմ։ Հեսա ասեմ, այդ կետը լավ է, բարոյներով հանեցիք, մի հատ կետ մտցրեցիք։ Ուրեմն կի եւ տղամարդ, հեսա դրան է պատասխանը։ Այսօր խնդիր է գնում Եվրոմիությունում որ միջև 16 տարեկան պետք է սեր չգրեն։ Այսօր Միացյալ Նահանգներում, երբ որ դուք անկետ եք լրացնում եք 5 սեր։ 5 սերա գրած։ Այդ տանտերը մեր մոտ 2 սերա կին տղամարդ, սրանց մոտ 5 սերա գրած։ Ժանդամն է, ինչ ուզում թողնի։ Եվրոպայում 6 սերա գրած։ Հիմա ինչ անենք, այդ մեր փոքրիկ Հայաստանը տղամարդուց ու կնոջից ինչի վերածել։ Եվ ներողություն, անդակարող բանը չասեցի, ներողություն, անդակարող բանը չասեցի։ Ուրեմն, տեսեք ինչ է կատարվում։ Միջև 16 տարեկան սովորենք ընդունել, միջև 16 տարեկանը սերը որոշում է այդ երեխան, որ կդառնա 16 տարեկան, կորոշի ինքը կին է, թե տղամարդ։ Եթե ինքը այդ տղան որոշեց, որ ինքը կին է, ուրեմն սրիկան, գալա գնալ, լսեք, գնալու է դատարան, մեծ համալսարան համաձայն կին տղամարդ են, չեն գրել եվրոպացիները։ Այն որ եկան Վատիկաններից բան, էլի, են կստվելի կարգի բան։
եկան սաղ դզեցի, իրանք գիտեն ինչ են անում։ Նուր, էլի, նուր սրիկաբար ասել մեզ փոսը։ Ուրեմն, այդ կին ու տղամարդը ովքեր են դրանք։ Այն մեկը այն տղան է 16 տարեկան ասված հերու տանի, որ որոշերա դատարանով փաստաթուղթ դες որ ինքը կին է։ Այն մեկը տղա է կիսատ պրատ։ Այդ դրանք ընտանիք են կազմելու։ Վաղներ մեր առաքելական եկեղեցում ստիպելու են, որ իրանց ուրեմն եկեղեցու ուղակի փսակեն։ Այս քանի որ Անժելան կողքից անդադ ժամանակը սպառված է համարում, այնպեսի կետեր կան։ Ես ասեցի եւ մի կետ էլ ասեմ, ավարտեմ միտքս։ Այս շատ հետաքրքիր բան է։ Սա պետք է անդրադառնանք, որտեղ մարդիկ կային, որ 1954 թվականին ասեցին, որ եթե ուզում ես երկիր կործանես, թող պառնոգրաֆիան, պոռնոգություն մտնի դպրոցներ, Թմրանյութի հետ միասին, այդ երկիրը երկարապես չի կարող։ Դա ծրագիր էր 1954 թվականին մշակված ՍՍՄ-ի համար։ Հիմա մյուս դրույթը, այս մենք ասում ենք, որ մենք այն երկիրն ենք, ինչ է նշանակում 2 միլիոն, 3 միլիոն մարդ պահելը։ Ոչ մի բան, կարող եմ ի վերջո կարելի է ասել մի աշխատեք պահեն ձեզ։ Բայց այս համարության մեջ նույնիսկ մենք չենք նշում, որ մի կերպ բժշկական օգնության ուրեմն պետքերի դեպքում մեր համարությունը մեր տիկունին կանգնած է։ Այնտեղ ոչ մի բառ չկա այդ պատվերի մասին, ոչ մի տառ անգամ չկա։ Իրանք ինչ են հետո գրում։ Իրենք գրում են, որ հաջորդ կետերում, այսպես, օրենքը կընդունեն, այն օրենքով կլինի։ Եթե պետք է այն օրենքով լինի, ինչու՞ այլ օրենքում դա չկա։ Ասեմ ինչու չկա։ Որ քաղաքացին չկարողանա ծպտուն անգամ անել։ Ծպտուն, եթե հանգարց մի բան լինի, այն օրենքը մեր դուրը չգա, ասում ներողություն, հարակվև անցելա նայեք մայր օրենքի, ինչն է հարցը։ Արձագանքի։ Ճիշտ ասած, ուզում եմ ասել, Ընտանիքի այն վերաբերյալ։ մտահոգ, իհարկե ընտանիքի վերաբերյալ, նախ եւ առաջ ընտանիքի վերաբերյալ։ Ես նույնպես ընդունում եմ այն մտահոգությունները մասամբ, որ դուք հնչեցնում եք, բայց ոչ կապված սահմանության հետ, այլ որ օրինակ ասում եք արևմուտքում շատ տարածված է, որ երեխան ինքը որոշում է ես սերը։ Ես ասում եմ, այս սահմանությունից բան չի նախատեսում, այս սահմանությամբ այդպես բան չկա։ Չէ, ուզում ասեմ սահմանությունը դա չի հետևում։ Հիմա գիտեք, ես խորապես համոզված եմ, որ երբևէ որևէ պարագայում Հայաստանի Հանրապետությունը այդպիսի օրենք չի ընդունի, որը հնարավորություն կտա։ Հիմա ես կասեմ, ինչու նաև այս սահմանությունը չի թույլ տա որ այդպիսի օրենք կդնի։ Հիմա քիչ հետո դրա մասին կասեմ։ Ինչ է սահմանադրությունը այդ սողանցքը թողնում է թե ոչ։ Չէ, այդպիսի սողանց չկա։ Երեխան, որ ինքը որոշի իր սերը, որտեղ մեր երկիրը այսպես տեպես տալիս են արտաքին կառավարման։ Չէ, լավ, մի րոպե։ Չէ, եկեք հասկանանք այդտեղ։ Ես ասում իրավական, ես պաշտոնապես հայտարարում եմ։ Սահմանադրությամբ, ասում եմ իրավական առումով սահմանադրության մեջ ձեր ենթադրությունները իրականություն դարձնելու որևէ իրավական հիմք կա թե ոչ։ Ես ասում եմ այս սահմանադրությունը նման ենթադրությունների համար որևէ հիմք իրավական չի տալիս։ Այլ հարցը, եթե մենք ելնում ենք, որ ամբողջ Եվրոպան օրուքշեր մտածում ոնց անես փոքրիկ Հայաստանը վերացնի, եւ ամեն ինչ անոր էս խեղճ այդպես հայերը աշխարհից վերացին, եթե դες կենտրոններ կան, նրանց մտքով կարող է դες բաներ անցնի, բայց ես հարց եմ տալիս։ Հիմա պատկերացրեք մենք վաղը վերջումսոր ընդունում ենք մի հատ օրենք։ Ենթադրենք կարևորագույն օրենքներից մեկը, որը վերաբերում է դատական համակարգին։ Դատական օրենք, որտեղ այս ձեր բարձրացած հարցի մեջ դատական համակարգի խնդիր գոյություն ունի, ճիշտ է թե չէ ոչ։ Եվ այդ դատական համակարգը այս գործող սահմանադրությամբ մենք կարող ենք ընդունել ձայների 3/5-ով։ Ինչ է սա նշանակում։ Սա նշանակում է, եթե մենք այդ դատական օրենսգրքի մեջ ներգրաված ունենք մի հատ նորմ եվրոպացիների ճնշման տակ, որը ուղղակիորեն հակասում է եւ մտահոգություններ կարող առաջացնել քաղաքացիների հետ իմ մոտ ձեզ մոտ, այդ դրույթը ազգային ժողովում կարող է անցնել միայն ընդդիմության համաձայնությամբ։ Որտեւ դա ուղղակի ձայների պարզ մեծամասնություն չի։ Դա 3/5-ն է։ Դե եթե կներեք, ազգով մենք որոշում ենք այդպես ասկանում եք, այստեղ արդեն կներեք, այդտեղ մենք այդ վարկածը չենք կնա։ Ուրեմն ինձ համար սա բացառում։ Երկրորդ ինչ վերաբերում ընտանիքին, շատ հստակ գրած է, որ չափահաս տարիք հասունացման տարիքի ասած տղամարդու եւ կնոջ միմյանց միջև, ոչ թե տղամարդկանց եւ կանանց, տղամարդու եւ կնոջ եւ միմյանց միջև, ընտանիքը սա է։ Հիմա կարող են մեր իրականության մեջ կան համասեռամոլներ, կան, եկեք հաստատ կան, ես դրանց համարում եմ իվանտներ,
դա ուրիշ խնդիր է։ Ոմանք ասում են սեռական փոքրամասնություն հիվանդներ կան, այլասերվածներ։ Ես ասում եմ հիվանդ, պաթոլոգիա, հիվանդ։ Եվ այլասերված։ Համարտ Աստված տղամարդուն կնոջը ստեղծել է, այ քեզ բան։ Ակազետ բագի։ Հասկանում եք, չէ՞ եմ ասում։ Հիմա դրանք հիվանդ են, բայց կան իրողությունը։ Ենթադրենք երկու հոգի որոշում են ոնց որ այսօր շատ տարածված է քաղաքացիական ամուսնությամբ, չէ՞, գրաժդանսկի բրակով ապրել։ Այս սահմանությունը ասում է ինչ ուզում եք արեք, մենք ձեզ ընտանիք չենք ճանաչի։ Հետաբար այդտեղից ձեր զույգի նկատմամբ ոչ երեխա որդեգրել, ոչ ընտանիք պահելու, հասկանում եք, չէ՞, պետական քաղաքական չի լինելու։ Իմ հարցին, եթե վաղ, այո, եթե վաղը մյուս օր ասում եմ, այդ եվրոպական այդ արժեքները ներդնենք եւ գնան, այդ 16 տարեկան տղան ասի ես կին եմ, ինչ եք ասում դա օրենքով պիտի լինի, չէ՞։ Բայց նոր ներկայացրեց որ նման օրենք ընդունել հնարավոր է, երբ որ բոլորով այդ կարծիքին են։ Դե եթե բոլորս այդ կարծիքին, ես գիտեմ որ այդպես բան չի լինելու, բայց եթե ես գտնում եմ որ դա իրոք անոմալիա է։ Բայց ինչու այդ դուք մի բան ասացիք, ես պետք է կներեք պատասխանեմ։ Դուք ասացիք որ մենք մեծամասնաբար մենք հայ ժողովուրդը, մեր ընտանիքը, չէ՞, ասացիք դա։ Ասացիք, մեր ընտանիքը, մեր կայուն ընտանիքը, ես ասում եմ, մենք ապրում ենք մի տարածաշրջանում, երբ որ Եվրոպան իր ձեռքը դրել է, եւ այն արժեքները օրենքի ունեն, ես մի հատ օրինակ բերեմ։ Չնայած մտածում եմ, որ կարող է ինչ-որ մի թիվ է փոխված, ինչ թիվ էլ գնեմ դրա դիմացը, մեկը սարսափա, որ Շվեդիայում 58000 ուրեմն փոքրամասնությունների, արդեն մեծամասնություններ, փոքրամասնությունների կազմակերպություններ կան։ Օրինակ Շվեդիայում 50, եթե այդ դիմացը մեկ դնեմ, 18000-ը էլի սարսափ։ Հիմա ինչևից է։ Կարող է սխալ ա եղել, այդ բանը։ 5800։ Հա, 5800, բայց էլի սարսափ է։ Էլի սարսափ։ Իհարկե։ Հիմա այս ժողովրդական արժեքներից, որ ժողովրդավարությունից խոսում ենք, այս ժողովրդավար երկրների աչքի առջև էլի բերեմ Քեսապի օրինակը։ Էլի Կոբանի օրինակը բերեմ։ Բերեմ այդ դժբախտ ազգերի օրինակը, որ բնաջիջվում են։ Այս 4 տարվա մեջ այդ արժեքային համակարգ կրող Եվրոպան մի անգամ բարձրացնեց գոնե, դրանց հերն անեցան, մի անգամ ասեց, այս ինչ է կանում։ Իհարկե ոչ, բայց հիմա ես ձեզ ասեմ, այդ արժեքներ կրող Եվրոպան հիմա այլևելա ծանր վիճակում։ Նրանք իրանց մոտ, նրանք իրանց մոտ թույլ են տալիս տղամարդու ամուսնությունը, հիմա ես ամբողջ փախստականները մուսուլմանական լցվելու են, նրանք դες բան չեն անում, նրանք մոտ հələ կաշխատի բազմականությունը 20 տարուց հետո Եվրոպայում էլ Եվրոպա չի լինելու։ Դրա համար ես հիմա կներեք նա ժողովրդական խոսք ասում են ամեն ոչխար իր ոտից են կախում։ Հիմա մենք պետք է մեր դարդելացենք, մենք պետք է մտածենք ոնց անենք, որ մենք այդ նման մարտահրավերներին դիմագրավելու կարողություններ ունենանք։ Դրա համար մենք պետք է լինենք կոնսերվատիվ։ Ժողովրդավար, այո, ժողովրդավար, բայց այնքանով, որքան այդ ամենը չի հակասում մեր ավանդույթներին, մեր ակալուններին։ Պարոն Հարությունյան, կա ժողովրդավարություն, կա ընդհանրապես։ Մի երկիր է ժողովրդավարը։ Դիտեք բացարձակ ժողովրդավարություն ոչ մի տեղ չկա, հուսալ օրը տեսանք թե Միացյալ Նահանգներում ինչ է կատարվում, դա է ժողովրդավարական երկրների պատվորանն է։ Ես ուրիշ բան եմ ուզում ասել, տեսեք, մեր մոտ երբ որ ասում ենք ժողովրդավարություն, մենք պետք է հասկանանք հնարավոր չափով մասսաներին, ազգաբնակչությանը մասսաներին կառավարման process-ին հնարավոր չափով հաղորդակից դարձնելու հնարավորություն։ Տեսեք, այս սահմանադրությունը թույլ է տալիս այնպիսի ներկայացական ժողովրդավարության մոդել, ինչպիսին 50000 ստորագրություն հավաքած հարցը ուղղակի նախաձեռնողների անմիջական մասնակցությամբ դրվում է ազգային ժողով քննարկման ուղղակի։ Հիմա դա ժողովրդավարությունը կզարգացնի թե չէ, կնպաստի, իհարկե կնպաստի։ Հիմա դուք ասում եք դրանից։ Այո, ես էլ ասում եմ ոչ։ Ամեն մեկը կարող է մնալ իր կարծիքի։ Բայց մի բան պետք է ասեմ, ներող կլինեք, դուք իրոք մի բան։ Ինձ համար իմաստավորված, գիտակցված ոչը նույնպես արժեք ունի, բայց գիտակցված ոչը։ Ոչ թե այնքան որ ես քեզ ատում եմ, դրա համար կասեմ ոչ, հասկանում եք, չէ՞ եմ ասում, այլ գիտակցված ոչը նույնպես կարևոր է։ Ինչպես նաև իմաստավորված, գիտակցված այո։ Ես այն եմ ասում։